Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, քիչ առաջ ավտոլայվ մտա ինչ-որ տեխնիկական պատճառով պայմանավորված ընդհատվեց, դրա համար նորից ասեմ, այն ինչ-որ ասել է և շարունակեմ խոսքս, քանի որ 3 քաղբանտարկյալ, արդեն 12-րդ օրը հացադուլում գտնվող Նարեկ Սամսոնյանի հետ կապված հրապարակում չեմ արել, բազմաթիվ ընկերներ, քաղաքացիներ, սրտացավ մարդիկ ինձ գրել են և հարցնում են վիճակից, ուստի որոշեցի, քանի դեռ գնում եմ դատական նիստի, Արմեն Աշոտյանի գործով, մարդ, որը նույնպես 2 տարուց ավել քաղաքական պատճառով բանտարկված էր, քանի դեռ գնում եմ նիստի, որոշեցի ավտոլայվով կարճ տեղեկություն ներկայացնել Նարեկի վիճակի հետ կապված։ Այցելել եմ երեկոյան, երեկել Էդգար Ղազարյանի գործով դատական նիստներ, մինչև ժամը տարապես 5:30, դրանից անմիջապես հետո այցելեցի Նարեկին, խոսեցինք, հացադուլը շարունակում է, սա մեկ փաստ, երկրորդ վիճակը բնականաբար գնալով ավելի վատանում է, ավելի դանդաղում է, ավելի թուլանում է, դա բնական պրոցես է, իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամեն ինչը իր առողջության վրա է անդրադառնում, բայց ինքը հաստատակամ է և ամենայն դեպս այս պահի դրությամբ, երեկվա դրությամբ, այս պահի դրությամբ դա շարունակում է հացադուլը։ Ունենք որոշակի նորություններ բժշկական մասով, ասեմ, որ երեկ մի հատ էլ ցերեկն էի այցելել Արմավիր քրեակատարողական հիմնարկ, բավական երկար զրուցեցի քրեակատարողական բժշկություն կենտրոն ՕԱԿ-ի առողջապահության նախարարության կառույցը Արմավիր ստորաբաժանման ներկայացուցիչների հետ, ասեմ ձեզ, որ անկեղծ ասում եմ, շատ սրտացավ վերաբերմունք եմ օրենքի սահմաններում, օրենքով սահմանված գործունեություն եմ նկատում նրանց կողմից, բավական երկար քննարկեցինք, անհրաժեշտ պարզաբանումները ինձ ներկայացրեցին ընթացակարգի հետ կապված, հիշեցնեմ, որ նախորդ անգամ երբ զրուցել էի ուրբաթ օրը ինձ էլի պարզաբանել են, որ այս ընթացակարգը, ես հիշեցնեմ, դա բժիշկը այցելել էր և նշել էր, որ ձևակերպումները գուցե մեկ բառ մենք ում, բայց բովանդակությունը դա էր, որ շատ արագ, հնարավորինս արագ պետք է իրականացնել վիրահատություն և ինձ պարզաբանել էին, որ այդ ընթացակարգերը սովորաբար 10-15 օր է տևում։ Երեկ, երբ որ ես խոսեցի, ես զգացի, որ այսպես առաջնահերթություն, եթե այդպես կարելի ասել, կամ ամենայն դեպս հրատապության ռեժիմով են հարցին վերաբերվում, և ես զգացի, որ փորձում են հնարավորինս արագ դա կազմակերպել։ Բժիշկը այցելել էր 5-շաբթի օրը, երեկ 2-շաբթի էր, այսինքն 4-րդ օրն էր արդեն, բնականաբար ոչինչ չի խանգարում, որ դա տեղի ունենա, չգիտեմ, 5-րդ օրը, օրինակ, այսինքն օրենքով որևէ արգելք չկա, զուտ բյուրոկրատական հարցեր են, և ես ուզում եմ սա հատուկ նշեմ, որ այդ մարդկանցից ես զգացի, որ կատարվում է աշխատանք, այդ բյուրոկրատական հարցերը սահմանված այսպես միջինից ավելի արագ իրականացնելու ուղղությամբ։ Դա իմ ընկալումն էր։ Հիմա մոտակա ժամանակը, չգիտեմ, որում ժամանակը այսպես արդեն օրերով չի էլի, արդեն ժամերով է կարելի ասել, ցույց կտա ճիշտ էր իմ ընկալումը, ճիշտ էր իմ տպավորությունը, թե չէ, բայց դա ուզում էի ձեր հետ կիսվեի։ Հույս ունենանք, որ մենք շատ արագ ունենանք նորություններ։ Այս պահի դրությամբ նորություններ չկան,
երբ լինեն անպայման ձեր հետ այլ նորություններ չկան, երբ լինեն անպայման ձեր հետ ես կիսվեմ նորություններով։ Նարեկն էլ 3 շնորհակալություններ հայտնում բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որ հետաքրքրվում են, փոխանցում էր, որ հնարավորինս իրեն պահում է, այս նորից ասեմ, դա գնալով դառնում է դժվար։ 12 օր հացադուլը դա հանակ մասխարա չէ, ոնց որ ասում են։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։